առևտրաշրջանառության տեսանկյունից, ես ուղիղ մի հարց տամ, ճիշտ եմ հասկացել, որ օրինակ, եթե թուրքական էժան լոլիկը մտնում է ԵԱՏՄ տարածք, մենք կարող ենք դրա վրա թուրք դնել, որը մրցունակ կպահի տեղական արտադրության լոլիկը, օրինակ։ Այդպիսի բուրգ մենք կարող էինք հիմա էլ դնել, մինչև այս կանոնի, ուղղակի պետք է գնայինք եւ բոլոր երկրներին համոզեինք, որ ԵԱՏՄ-ի համար դա ընդհանուր կանոն որոշեինք։ Հիմա արդեն դրա կարիք չկա, մենք կարող ենք գնանք, ասենք մենակ մեր համար, կարող գնանք օրինակ Հայաստան, Բելարուս, Ռուսաստան ասեն մեր համար, ենթադրենք օրինակ Ղազախստանն ու Ղրղստանը ասեն դե մեզ այդպես խնդիր չունենք, ընդհակառակը այդ լոլիկը մեզ պետք է։ Այսինքն այո, ճիշտ եք, բայց իմ նշած լրացումներով։ Հա, ամբողջովին հասկանալի, հենց դրա մասին եմ ես խոսում, որ հիմա արդեն շատ ավելի դյուրին է, չեն գնալու ԵԱՏՄ մյուս անդամ երկրներին ինչ-որ բան համոզելու, որպեսզի կոնսենսուս ձևավորվի կամ 25% ծեր ասած, ասենք կարծիքը ձևավորվի, հիմա մենք ուղիղ կարող ենք որոշում կայացնել որևէ ապրանքատեսակի ԵԱՏՄ տարածք մուտք գործելու դեպքում Հայաստանի կողմից առանձին վերաբերմունք, այսպես ցուցաբերելու տեսանկյունից։ Ես շնորհակալ եմ ամեն ինչ հասկանալու։ Այո, այնտեղ բայց կանոն կա, որ շուկայի 25%-ը պետք է այդ հարցով հետաքրքրված լինի, որպեսզի կարողանա այդպիսի առաջարկ ներկայացնել։